Ձեռնադրության օրը 4 հարգված սիրված վերապատվելիներ, որոնցից երկուսը շարունակում են իրենց ծառայությունը երկրի վրա, երկուսը աշտեն երկնքում։ Վերապատվելի Յուրի Ավանեսյան, վերապատվելի Մովսես Ճամբազյան, վերապատվելի Ռենե Լևոնյան, վերապատվելի Յուրի Ապատով։ Այս 4 հովիվների ձեռնադրությամբ ինձ Աստծո արտոնությամբ և ժողովրդի աղոթքներով ու սիրո միաբանությամբ հովվական ձեռնադրության և Արտուշ և Պավլիկ եղբայրներին սարգսակական ձեռնադրության ծառայություն ունեցանք այդ օրը։ Քիչ հետո մի քանի նկարներ ունիմ ցույց տալու, Կիսնին և այդ նկարները ցույց կտամ, ոմանք իրանց կտեսնին այդ նկարների մեջ ավելի երիտասարդ։ Ես մեկ քիչ եմ փոխվել։ Նկարին գնայեք, տեսնեք, որ իրոք քիչ եմ փոխվել։ Մենակ գույնն է փոխվել։ Միշտ չի փոխվել։ Իհարկե երեխեքս ասեն, չէ, հայրիկ մեծացել ես։ Երբեմն բաներ խոսում, որ առանց չէի խոսում այդ բաների վրա, դառել եմ սովորական պապիկ, բայց Տերոջ հոգին կմղե շարունակելու ծառայություն և շատ անգամներ փառք կտամ Աստծո այն ուժի և այն օժտությունների համար, որ Տերը պարգևել է այս 30 տարիների ընթացքում։ Ամեն տեսակ փորձություններ, դժվարություններ, ամեն տեսակ ուրախություններ ու ցնծություններ, մտքի երևակայության չափած օժտություններ ու անսպասելի ու մահվան վտանգի փորձություններ։ Ամեն իրավիճակների մեջ եղել է։ Հիվանդության և վիրահատության, ավտովտարների ու չգիտեմ ինչ արգածների, ագանով, մեկը համարձակություն ունեցավ լիմոնկեն ձեռքը մտնելու և սպառնալու մեզի, ինչ հրաշքով այդ մարդու ձեռից լիմոնկեն առել եմ, ես կյանքիս մեջը ոչ սպորտով եմ պարապել, ոչ սամբիստ եմ, ոչ բարեց եմ, ոչ էլ չտեմ ինչ, ինչը կարողացանք այդ մարդուն տաբանել, որ ինձ խոշոր էր, գողեակի պես չէր իհարկե, բայց ինձ խոշոր էր, տաբալեցինք և դերքից այդ լիմոնկեն ինչը կարողացա խլել, ես չիտեմ ինչ խեղել։ Ամասիայի մեջ Արփիկ քրոջը, որի վրա շունը հարձակվեց, շունը համարյա իմ փոյս էր, խոշոր շուն, նկարը մինչև մի ունին, որ կբացել նայում կսարշտապի։ Ինչը կարողացա այդ շան վզից բռնել, որ Արփիկ քրոջը ազատեն, բոլորը զարմացել էին։ Շանը ինչը զսպեցիր, որ տեսա, որ կարնուկին կպատրտել։ Եվ չգիտեմ, այսինքն բաներ եղել իմ կյանքիս մեջ, որ աներևակայելի է և հաստատ ես չեմ եղել։ Եվ այդ բոլոր օժտությունները այդ օրը ծրվեցին։ Բայց ամեն բանից առաջ Աստծո խոսքը և երբեք որևէ բան պատահական չէ մեր կյանքերի մեջ և Աստծո այս խոսքը, որ Պողոս առաքյալը հաստատագրել էր Տիտոսին, իր աշակերտին, իր սիրելի աշակերտին, այդ օրը եղբայրներին առաջնորդություն տրվեց երկինքեն այդ օժտությունը փոխանցելու։ Այդ օժտությունը փոխանցելու և սա ես վերցրեցի իբրև հանձնարարություն նշանաբան Տերոջից, եղբայրների միջոցով Տերոջից։ Եվ կհիշեմ վերապատվելի Մովսես Ճամբազյանի խոսքը, երբեք չեմ մոռանա, շատ ազնված, հաստատեց ինձ և մինչև այսօր սպես կպահե և թույլ չի տա, որ սպես նայեմ։ Սենց եղբայր ինչու այսօր քեզի կձեռնադրենք։ Սա կտեսնի, որ ստեղ դահլիճում ավելի սիրուն տղաներ կան, ավելի խոշոր տղաներ կան, այսօր էր կան, մենակ են օրը չի։ Ավելի փորձառու հոգևորներ կան, հավատքի ճանապարհը անցած հավատարիմ եղբայրներ, ինչու Տերը քեզի ընդրեց, չգիտեմ։
որ երբեք չհվարտանես, որ արժանիքը քոնը չէ, այլ Տերոջից է, չեմ մոռանաս։ Յուրա եղբայրս ուրիշ մի հորդոշ տվեց։ Սես մենք ովիվ ենք, ովիվ կկոչվենք և Աստծո խոսքը գցե ոչ մի ովիվներ ենք այլ։ Բայց մենք ավանագի պես խուրջին պիտի ունենանք մեր ուսի։ Խուրջին, որ գիտեք երկու կողմ ունի։ Որպեսզի առաջին դիմացի ես պարկի մեջ լսնենք այն բոլոր օրհնությունները, բարի վկայությունները, որ մեր ծառայության ընթացքում կունենանք։ Որ անընդհատ մեր աչքի առաջ եղնի այն օրհնությունները, բարի վկայությունները, որ Տերը տվել է մեզի և երբեք երախտամոռ չեղնենք։ Բոլոր տեսակի նեղությունները, դժվարությունները, վիրավորանքները, զրպարտանքները, հայհոյանքները, կասկածները, տարակարծությունները քիչ երևի խուրջինը, որ երբեք չխանգարեն քեզի, երբեք չհիշես, մոռացի, ներե, ջնջե, որպեսզի սրտիդ մեջ քարեր, գրպանդ քարեր չունենաս, որևէ մեկին պատասխանելու, որովհետև այդ քարերը առաջին հեշտին քեզի կխանգարեն։ Քիչ հետևը, սկանչելի խորհուրդներ, մենք առիթ ունեցանք այս ընթացքում նաև վերապատվելի Ռենե Լևոնյանին հյուրընկալել, որ պատմեց իր հուշերից, իր տպավորություններից ու նաև իր հորդորը, որ քաջությամբ և համարձակությամբ շարունակենք հավատարմորեն կատարելու այն, ինչի մեջ կանչված ենք, հիշեցրելով, որ Տերը հանձնարարեց, Սուրբ Հոգիով թելադրված Պողոս առաքյալը գրեց ամեն մեկին հաստատ մնալ այնտեղ, ինչի մեջ կանչված ես։ Որովհետև հաղթանակը պիտի առնի նա, ով որ մինչև վերջ հավատարիմ մնա։ Աստվածաշնչյան այս ճշմարտությունները չեն փոխվի։ Դրանք խոսքեր չէին, որ ուժ ունեին 4000 տարի առաջ, ուժ ունեին 2000 տարի առաջ, բայց այսօր արդեն հնցած է։ Ոչ։ Աստծո խոսքը առաջին բառից մինչև վերջինը։ Առաջին բառը որն է։ Սկզբում, վերջին բառը որն է։ Ամեն։ Սկզբից մինչև վերջ այո եւ ամեն է։ Ու պիտի կատարվի։ Տեր Հիսուս ասաց. Երկինք ու երկիր պիտի անցնին իմ խոսքիցս որևէ նշանագիր պիտի չբացվի։ Եվ մենք այս խոսքի քարոզիչներն ենք։ Մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսը, որովհետև այս ամենը մեզ տրվեց Հիսուս Քրիստոսի խաչելությամբ։ Եվ խաչելությամբ բացվեց դուռը, որ մենք վերադարձ ունենք դեպի տուն, դեպի երկինք։ Տեր Հիսուս Քրիստոս նույնն է երեք այսօր և հավիտյան և այսօր էլ բաց կպահի այդ դուռը, որպեսզի շարունակվի ավետարանի քարոզությունը և մեզանից ամեն մեկը կանչված է այս գործը կատարելու, մեկը իբրև հովիվ, մեկը իբրև վկա, մեկը իբրև տայակ, մեկը իբրև սպասավոր, սարգսակ, ամեն մեկս մենք կկոչվենք շնորհքի եկեղեցի, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով փրկված ու նաև լցված, ոչ միայն փրկված ենք, այլ լցված ենք իր շնորհքով, ամեն մարդ, Աստծո հոգին ունեցող ամեն մարդ, Աստծո շնորհները ունի։ Եվ ինչպես հին ուխտի մեջ կսե, Երեմիայի մարգարեության մեջ է, որ կսե, եթե պղծությունը հանես, անօրենությունը հանես, քու միջիցդ, քու բերանդ Աստծո բերանի պես կեղնի։ Ինչպիսին է Աստծո բերանը, ինչ որ կսե կեղնի։ Բայց խանգարող բան կա, թերի բան կա, պակաս բան կա մեր անձնական կյանքերի մեջ, որ կխանգարե մեզի, և մեր խոսքը երբեմն սպես է, երբեմն պես, և մենք նույնիսկ կփոխենք մեր կարծիքը, մեր խոսքը, այո, եթե մեր խոսքը չի համապատասխանի Աստծո խոսքին, պետք է որ մեր խոսքը փոխվի և դառնա Աստծո խոսք։ Ուզում եմ վերադառնալ այս կանչելի խոսքին,
Տիտոսի նամակի Պողոս Առաքյալի Տիտոսին ուղված նամակի երկրորդ գլուխը որպեսզի այս մեջ բերված հատվածը որ կարտացի Աստվածաշունչ Մատյանից ավելի հասկանալի դառնա թե ինչի մասին է խոսքը Պողոս Առաքյալը գրել եկեղեցու մեջ տարածայնություններ կա ոմանք Պողոսյան, ոմանք Ապողոսյան, ոմանք այս վարշտապետության, ոմանք են վարշտապետության, ոմանք ավետարանական կկոչվին, ոմանք մկրտական կկոչվին, ոմանք պենտեկոստական, խարիզմատական, առաքելական, կաթոլիկ, այս տեսակ բաժանումների մասին կխոսի Առաքյալը եւ գսե որ ոչ Պողոսը, ոչ Ապողոսը ձեր փրկության համար կյանք չեն տվել։ Հիսուս Քրիստոսը իր կյանքը զոհել ձեր փրկության համար։ Հետևաբար կենտրոնացեք Տեր Հիսուս Քրիստոսի վրա։ Ոչ թե այսպիսին, այնպիսին, այս եկեղեցուց, այն եկեղեցուց, այս ազգից, այն ազգից, միայն հрьяաները, թե հрьяաներն են, հույներն, ասորիներն, հայերն էլ պիտի փրկվին։ Շատերը կսեն, իսկ ինչ դենեն են մաշտիկ, որոնք չեն լսել Տեր Հիսուսի մասին, ինչպես պիտի փրկվին հնդիկները կամ չինարը։ Դու մտածել քո փրկությանդ մասին, եւ սա եսասիրություն չէ։ Այն պատասխանատվության զերծություն։ 1 միլիարդ չինացի կփրկվի թե չէ։ Քեզ համար կարևոր է։ Եթե կմտածես մարդկանց մասին, եթե հումանիստ ես անշուշտ։ Այս դու կմտածես քո փրկությանդ մասին։ Ես կփրկվեմ թե չէ։ Եվ եթե դու կուզես այդ 1 միլիարդ չինացու փրկությունը, մտածեք քո փրկությանդ մասին, որ կարողանաս միջոց եւ բգա լինել մյուսների փրկությունը քարոզելու համար։ Եվ շնորհակալ եմ Տեր, որ ինձ փրկել ես եւ արդոնե արժանացրու դու շնորհ, որ ես էլ կարողանամ ուրիշներին առաջնորդել փրկության։ Սա է քրիստոնյայի հիմնական առաքելությունը, որ Պողոս Առաքյալը Տիտոսին կզգուշացնե, որ այս տեսակ բաժանություններ կան եւ գսե։ Բայց դու խոսիր առաջին համարից կկաշտա, հա? Բայց դու խոսիր ինչ որ կվայել է ողջամիտ վարշտապետությանը։ Ձերերը զգաց լինեն ծանրաբարով, խոհեմ, ողջամիտ, հավատքով, սիրով, համբերությամբ։ Նույնպես եւ պարավն են տարեց քույրերը սրբավայել վարմունքով լինեն ոչ բանսարգու, ոչ կինեմոր, այլ բարի խրատ տվող զարմանալի է, չէ քույրերի համար կսեք կինեմոր չեղնին, եղբայրների համար չի սը եղբայրներ ձեզի նայել ինչու կսեք կինեմոր, որովհետև տարածված էր այդ ժամանակ կանայք ավելի շատ կխմեին, քան տղամարդ ինչպես այսօր կանայք ավելի շատ կծխեն, քան տղամարդ։ Որ զգուշացնում են մատղաշ կանանց լինել այրասեր եւ ոչ տեսեր։ Ոչ թե տղամարդ սիրող, այլ իրենց այրերին սիրող։ Զգուշացեք։ Խոհեն, մակուշ, անարատ, բարեկորց, իրենց մարդկանց հնազան, որ Աստծո խոսքը չհայոյվի։ Նույնպես էլ հորդորի երիտասարդներին, որ խոհեմ լինեն։ Ամեն կողմից այդ այսօր է որ կսե Տիտոսին, տեսեք ինչ հանձնարարություններ կտա, որովհետեւ Տիտոսը խոսի մարդկանց ինչպիսին պետք է լինեն, եւ հետո կշարունակե։ Ամեն կողմերն քո անձը բարի գործերի օրինակ տնելով։ Օհո, մենակ խոսելը չէ, որ քո պարտականությունը դες։ Քո պարտականությունը քո անձնական օրինակը ցույց տալն է։ Խոսելը բոլորն էլ գիտեն։ Բոլորս էլ կարող ենք մարդկանց խելքարատ տալ։ Մի ժամանակ մենք խորհրդային միություն կկոչվեինք, խորհրդային երկիր էինք, որ քսեին ինչ որ խորհրդային, որտեղ սա խորհուրդ կտան, ոչ մի չի կատարել։ Սա խորհուրդ տվող են։
Այսօր նույն մարդիկ են մնացել, բոլորին կսիրենք խորհուրդ տալ, բայց Պողոս Արաքյալը կսե Տիտոսին քու պարտականությունը դե այդ խորհուրդները տալ, բայց նախ քու անձը օրինակ պիտի տնես այդպիսին լինելու համար։ Եթե ես կսեմ գինեմ որ մի եղեք, ես պիտի զգուշանամ իմ անձից, որ այդ գինեմորությունը ինձի չսպառնա, ոչ թե մենակ շաբաթ օրերը չխմեմ, ոչ կիրակի օրը հոտ չկա բերնիցս, այլ զգուշանամ, ես ապաշխարել էի և եկեղեցի կուկայի և կծխեի, շատ թույլ ծխող չեմ եղել, բայց ծխել եմ, և կանպետ կգցեի բերանս, որ հոտը չարնում, կամ եկեղեցի որ դիկայի մեկ քանի ժամ առաջ չէի ծխել, հաց կուտեի և այլն, որ հոտը չկա։ Եվ մի օր էլի պես ծխելով կուկայի, միշտ կպատմեմ եղբայրներին, մանավանդ երիտասարդներին, հերվից տեսա մեր եղբայրներից մեկը իմ կողմից կուկար, ոխեցած սկսեցի, շունում կանպետ ջեպիցս հանի կսեցի, բերանս չուտ գնացի, տեսա որ չէ ինքը չէ միշտ մարդիկ։ Ուրախացած տեսի չէ, լավ էր, պրծա, բայց միևնույն ժամանակ քրդինքը տվեց վրես մեր կուկայերեցի, ու զգացի, որ Սուրբ Հոգին կհանդիմանե, Սուրբ Հոգին օի խաղցավ իմ գլխուս, բարիք ունի մաստով, վախեցրեց ինձի, և սեց, ես եղբորից վախեցար, աստվածուց չես վախենա, դիգեղա վերջի սիգարետը, որ ես կծել էի, ու կծեցի, ինչու, որովհետև հասկացա, որ աստված ամեն բան կտեսնի, և ինչ ձևով ինձի հանդիմանեց, ինչ ձևով, սարսափեցի, բայց աղբին նոր տեսալ, ես կծխեմ, գիտես ինչ կեղնի, բայց Տերը իմաստությամբ սովորեցրեց Պողոս Արաքյալը Տիտոսին կգրեր և եղբայրներս սեռադրության նոր ինձ հիշեցրեցին, նախ քու անձը օրինակ, ամեն կողմից, բարի գործերի օրինակ, վարդապետության մեջ, ամերձություն, ծանրաբարություն, ողջամիտ խոսք, անմեղադրելի, որ հակառակորդը ամաչե քեզ վրա չար ասելու բան չունենալով։ Սա շատ կարևոր բան է, որովհետև գիտենք, որ սատանան մռնչող այլուծի պես կպտտվի, որպեսզի խոցելի տեղ գտնի և բռնե մեզի։ Դրա համար կզգուշացնե, անմեղադրելի եղնից, որ հակառակորդը բան չունենա կուտեմը։ Ես միշտ սել եմ ու կրկնեմ, ես հակառակորդներ չունիմ, ես մեկ հակառակորդ ունիմ և այստեղ Պողոս Արաքյալը նույնպես մեկ հակառակորդի մասին կխոսի։ Չի սեքու հակառակորդները, այլ կսե հակառակորդը, որովհետև մեկն է, սատանան է մեր հակառակորդը, սատանան է Քրիստոսի հակառակորդը, սատանան է քրիստոնյաների հակառակորդը։ Այո, դժբախտաբար սատանան երբեմն կհաջողի մեր մտերիմներին, մեր շրջապատից, Քրիստոսով հաստատված մեր քույրերին ու եղբայրներին նույնիսկ թշնամացնել իրար դեմ։ Սա չէ պատճառը, որ երբեմն եկեղեցիների մեջ պարակտություն ու հակառակություն կուկա, ինչպես այդ եկեղեցու մեջ էր, որոնց մասին Պողոս Արաքյալը կգրե, ոմանք կսեն Ապողոսյան ենք, ոմանք կսեն Պողոսյան ենք, բայց սիրո և խաղաղության Աստվածը այս բաժանումները չի ուզել։ Սիրո և խաղաղության Աստվածը մեկ եկեղեցի է հիմնել։ Չի հիմնի այսպիսի, այնպիսի տարբեր եկեղեցիներ, որպեսզի բոյոններ ես եկեղեցում հավաքնին, կարճեր են, եկեղեցում խուճուժներ են, եկեղեցում ճաղատներ են մյուս եկեղեցում։ Ինքը ստեղծել է եկեղեցին ամեն տեսակի, ամեն ազգերի համար, որպեսզի ամենքը մեկ լինեն, մեկ։ Ինչպիսին էին Պետրոսը և Հովհաննեսը, շատ տարբեր, իրենց կշտությամբ, իրենց սոցիալական կարգավիճակով, իրենց բնավորություններով, լրիվ հակապատկերներ։ Պետրոսը ամեն ինչին մեջ ընկնող առաջ ընկնող, Հովհաննեսը միշտ խոնարհ, համեստ և լուռ։ Կանչեց Տեր Հիսուս աշակերտներին և ամենքին երկու ուղարկեց։
ավետարանը քարոզելու։ Պետրոսին եւ Հովհաննեսին իրար հետ ուղարկել։ Անհամատեղելի է։ Եվ Տերը հենց սա կուզել, որ անհամատեղելի մարդիկ գտնին ընդանուր մի բան, որի շուրջ կարող են համատեղվել։ Համատեղվել։ Ուրեմն մեկտեղվեք, որպեսզի Տեր Հիսուս շարունակե ձեր մեջ գործել։ Համատեղվեք, որպեսզի Աստծո սերը վկայվի եւ Տերոջ գործը շարունակվի։ Այն գործը, որ Տեր Հիսուս Քրիստոսով սկսվեց։